Վարչապետը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի նախագահին եւ հոգեվոր առաջնորդին Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։ Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի եւ դատապարտելի է՝ մի բնոր-նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Մտադիր ենք Ադրբեջանի ժողովրդավարության մասին օրինագիծ ներկայացնել կոնգրես, ինչը քաղաքական եւ տնտեսական հետևանքներ կունենա Բաքվի համար։ Քրիս Սմիթ։ Բաքուն փորձում է վերացնել Լեռնային Ղարաբաղում հայկական եւ քրիստոնեական հետքերը։ Ջարեդ Գենսեր։ Խաղաղության պայմանագիր կնքելու փոխարեն տեսնում ենք Բաքվում լրագրողների, գիտնականների եւ ակտիվիստների նոր ձերբակալություններ։ Միրիամ Լանսկոյ։ Հրդեհ Թբիլիսիի տոնավաճառներից մեկում այրվել է 15000 քառակուսի մետր տարածք։ Միացյալ Նահանգներն արգելափակում է Ավստրալիայից ամերիկյան տանկերի փոխանցումը Կիևին։ Գուտերեշն օգնություն է առաջարկել Հնդկաստանին եւ Պակիստանին լարվածությունը թուլացնելու համար։